2018 թվականին, հարգելի բարեկամներ, 18 թվականի դեկտեմբերին, երբ առանց չափազանցության կարելի ասել ժողովրդի մի մասը գտնվում էր հեղափոխական շիզոֆրենիայի մեջ, դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ այդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի օգտին, այն ժամանակ Իմ քայլներ օգտին քվեարկել է մոտավորապես 870,000 մարդ։ 18 թվականից հետո տեղի է ունեցել դավադիր պայմանավորված պատերազմ։ Դավադիր պայմանավորված պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերին պատերազմում ընկած տղաներին ճանաչել է օկուպանտ խուժան։ Ոչ միայն այդ տղաներին, այլ առհասարակ այն մարդկանց, ովքեր ծառայել են Արցախում։ 2000 դա տեղի է ունեցել 22 թվականի հոկտեմբերին, 2023 թվականին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հրահրմամբ, ես ամեն բառի համար պատասխանատու եմ, Փաշինյան Նիկոլը ձեռք է բերում հակահայկական պայմանավորվածություններ, հետագայում հակահայկական պայմանավորվածությունները խախտում է գցելով ժողովրդին նոր ողբերգությունների մեջ։ Փաշինյան Նիկոլը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հանձնառություն է վերցրել, որ Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլինի։ Պլյուս սրան 22 թվականի հոկտեմբեր Արցախը Ադրբեջանը 91 թվականի փաստաթղթերով, սա ամբողջացնում է նոյեմբերի փաստաթղթի այդ էպիզոդը։ 23 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախահայությանը շնորհավորում է անկախության տոնի կապակցությամբ, ստեղծելով կազուս բելլի։ Տեղի է ունենում էթնիկ զտում։ Դարերով հայկական Արցախը հայաթափվում է, մնում են 4-5 հոգի Արցախում։ Այսպիսի սարսափելի կառավարման տարիներին սարսափելի հետևանքներ բերած, ազգի գլխին հետևանքներ բերած Սամոդուրը կազմակերպում է 2026 թվականին ընտրություններ, իմիջիայլոց ողջ ազգը արդեն գիտի, կարելի ասել, որ արդեն համարյա ողջ ազգը գիտի այն մարդը, ով երկու քթիծակ ունի եւ քթիծակը միայն չի օգտագործում շնչելու համար, այլ նաեւ ֆայմի համար, հա։ Որ 2018 թվականի հեղափոխությունը եղել է կեղծ, եղել է շինծու, դա եղել է մեծ բեմականացում կազմակերպված Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժիկ Սարգսյանի կողմից, այսինքն համարյա արդեն փաստացի բոլորի համար, ով չեմ ասում սովեստ ունի, չեմ ասում ուղեղ ունի, երկու քթիծակ ունի, գիտի, որ դա եղել է կազմակերպված։ Պլյուս նաև սա, այսինքն ես խոսում եմ մասշտաբային հանցագործությունների առերևույթ մասին եւ մասշտաբային ավանտյուրայի մասին։ Եվ 26 թվականին իմիջիայլոց այս փաթեթը, հարգելի բարեկամներ, որ ներկայացնում եմ, այս ամենը եղել է լեգիտիմացնող միշտ ինչ-որ ուժեր։ Վերջին մեծ ողբերգական փաթեթը, որ տեղի ունեցավ, հանցագործությունները, որ տեղի ունեցան, լեգիտիմացնողներն եղել են դաշնակները եւ մասնակները, Դաշնակցություն կուսակցությունը եւ Հանրապետականը։ 26 թվականին, հարգելի բարեկամներ, տեղի են ունենում համապետական ընտրություններ եւ համապետական ընտրություններում 18 թվականին հեղափոխական շիզոֆրենիայի պայմաններում 880,000 մարդ, 2026 թվականին 8 տարի անց այսքան ողբերգություններ անց Փաշինյան Նիկոլը ստանձնում է հավաքում է ըստ Սերժի Վահագն Հովակիմյանի, ըստ Նիկոլի Վահագն Հովակիմյանի եւ ըստ Սերժի Արմեն Սմբատյանի ստանում է 730,000 ձայն։ Դայք դուք խելագար չեք։
Ես հասկանում եմ, որ դուք ստացել եք մրցակցային առավելություններ Ծառուկյան Գագոյի նկատմամբ։ Հասկանում եմ, որ դուք ստացել եք մրցակցային առավելություններ, երբ դաշտ եք բերել Ծառուկյան Գագոյին, դաշտ եք բերել Սամվել Կարապետյանին, ում նկատմամբ Ծառուկյան Գագիկը միանշանակ կարելի ասել, որ ակադեմիկոս է։ Ես հասկանում եմ, որ դուք դաշտ բերելով, ընդգծելով ընդդիմադիր լինելը դաշնակների ձեզ, էլի ստացակ մրցակցային առավելություններ, որովհետև ձեզ պետք էր վաճառել ժողովրդի վրա խաղաղության թեզը, իսկ դրա համար պետք էր դաշնակները, պետք էին, որ դուրս գային հանրային հեռուստաընկերությունում ելույթ ունենային բանակից փախած, բայց Արցախի համար բոզիլած դրած դաշնակներ։ Ես դա հասկանում եմ, որ այս ամենը տալիս է մրցակցային ձեզ առավելություններ, բայց 730,000 ձայն, 2018 թվականին 870,000 ձայն, 2026 թվականին 730,000 ձայն։ Ռուսաստանի Դաշնությունում, հարգելի բարեկամներ, ապրում է մոտավորապես 1,2 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հայաստանի Հանրապետությունում առկա բնակչությունը շատ կասկածում եմ, որ լինի ավել 2 միլիոնից, շատ կասկածում եմ, 2 միլիոն 600,000 ցուցակներում քվեարկողներ կան։ Այս կեղծիկը, որը դուք անում եք, Փաշինյան Նիկոլ, այս կեղծիկը, որ դուք անում եք ընդդիմադիրների հետ միասին, դու իրականացնում ես հանցագործությունները, ընդդիմադիր պատոննկները լեգիտիմացնում են քո իրականացած հանցագործությունները փողի դիմաց։ Ու այստեղ պետք է նաև մի բան ասել, բացի նրանից, որ դուք կեղծում եք ընտրությունները, դուք ընտրական պրոցեսն եք նաև կեղծում։ Ընտրական պրոցեսի ընթացքում դուք լռության եք տալիս այն կարևորագույն հարցերը, որը պիտի դնեիք Փաշինյան Նիկոլի դեմը։ Փաշինյան Նիկոլը 18 թվականին կեղծ հեղափոխություն է արել։ Փաշինյան Նիկոլը, որը պայքարում էր նախկին ռեժիմների դեմ, ազգային անվտանգության ծառայության գործակալներին նշանակել է բարձր պաշտոնների, պարոն Սամվել Կարապետյան, հələ այդ կերամիկական ժպիտը ծածկի, փագի, հələ ուղեղը աշխատացրա եւ փորձի պատմության դասագրքերում գտնել մի դրվագ, երբ ռեժիմին ծառայող գործակալները հեղափոխություն են անում այն ռեժիմին, որին իրենք որի կողմից հավաքը գրված են եղել։ Մի դրվագ։ Նույնը քեզ է վերաբերում, Ռոբերտ Քոչարյան։ Դուք կեղծել եք նաև ձեր միջոցով կեղծվել է նախընտրական process-ը, դուք Փաշինյան Նիկոլի դեմը պիտի կանգնեիք այս հարցերը տայիք, պարոն Քոչարյան, դուք չգնացիք բանավեճերի, ինչու՞։ Ձեր չիները կգնեին, այսինքն ձեր պագոնները չեն ընկնում, երբ դուք Իշխան Սաղաթելյանի հետ բանակից փախած եւ Արցախի համար բոզիլած դրածի հետ նախընտրական կամպանիա եք իրականացնում, ձեր պագոնները չեն ընկնում, հա, չեն ընկնում։ Այն մարդու, ով ժամանակին Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետ էր աշխատում, երբ այլանդակություն էին իրականացնում, Զանգովի արտահայտություն էին իրականացնում ձեր նկատմամբ, եւ նրանք այդ ամենի հետ օքեյ են։ Այսինքն այս անձանց հետ նախընտրական կամպանիա իրականացնելը նորմալ է, Նիկոլ Փաշինյանի հետ դեբատին մասնակցելը աննորմալ է։ Այս հարցերը Նիկոլ Փաշինյանին տալը աննորմալ է։ Չի սազում ձեզ։ Բա ի՞նչն է սազում, լռելը։ Լռելն է ձեզ սազում։ Այսինքն ոչ միայն արդյունքներն է կեղծված, նախընտրական ողջ կամպանիայի տրամաբանությունն է կեղծված։ Մարտը 18 տարի խոսում է։ Մարտի 1-ի մեռելների մասին փաստեր եք ներկայացնում, թե ինչպես է նա մարտի 1-ին ժողովրդի վրա քշած ստահակների վարկային պարտավորությունները դրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին, անուններ եւ ազգանուններ են հնչում։ Օրինակ Սպեցնազի Գագիկ Սարգսյանի վարկերը, փոխառությունները եւ այս ամենը, այս շարանը մնում է լռության մատնված։ Եվ որպես կանոն, որպես հետևանք,
ունենում ենք 18 թվական 870,000 և 26 թվական այսքան ողբերգություններից հետո տարել է 18, 19, 20 թվականի զորակոչը, ուղարկել է ուլտրա ազգայնական լոզունգներով ուղարկել է Արցախ, հիմա ասում է օկուպանտ խուժան է, բառացի չի ասում բնականաբար, բայց իր գործունեությունը և իր հռետորաբանությունը դրա մասին է։ Ցուցակներն էլ չի հրապարակում։ Եվ 730,000 ընտրող, ընդամենը 150,000 ընտրող է։ Պակասել, եթե հավատանք Սերժի Արմեն Սմբատյանին և Նիկոլի Վահագն Հովակիմյանին։ Լսեք, ամեն ինչը չափ ունի, ամեն ինչը սահման ունի և այս ամենը, այն ինչ դուք անում եք ընդդիմադիրների հետ միասին, այսպես կոչված ընդդիմադիրների հետ միասին, այս ամենը մի օր ավարտվելու է, Հայաստանը չի գտնվում լուսնի վրա, որ ինչ ուզեք անեք։ Ես կարծում եմ, որ հայեր կլինեն, ովքեր ձեզ թույլ չեն տա ձեր սև գործը ավարտին հասնեք։ Իսկ եթե այդ հայը չգտնվեց, օտարը թույլ չի տալու, Փաշինյան Նիկոլ, օտար ուղղակի թույլ չի տալու։ Սամվել Կարապետյան առավոտից երեկո խոսում է 300,000 ադրբեջանցիների մասին, այդքան մտածում ես երկրի մասին, Սերժիկին դիմի, ասա կոմպրոմատները ինչու չես հրապարակում Սերժի ստահակի վրա, էլ ինչ պիտի անի։ Ինչու չես հրապարակում։ Այդքան մտածում ես երկրի մասին, Կարապետյան Սամվել, թեպետ մեծահարուստ մարդիկ, միլիարդատերերը որպես կանոն երկրի մասին չեն մտածում, իրենց սիրտը, իրենց հոգին այնտեղ է, որտեղ իրենց հարստությունն է։ Այդքան մտածում ես երկրի մասին, մի բերան անգամ չասացիր այն այլանդակության վերաբերյալ, որը տեղի ունեցել Հայաստանի արևմտյան սահմանների երկայնքով։ Երբ Հովիկ Աբրահամյանը այնքան է շահագործել, այնքան է փորել Արաքսին հարակից տարածքները, որ Թուրքիային է անցել, գետը փոխել է իր հունը և Թուրքիային է անցել 400 մոտավորապես հեկտար տարածություն։ Ինչքան ես տեղյակ եմ, Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիայի կառավարությանը, բայց Թուրքիայի կառավարությունը ասել է, թուրքերեն պիտի ասեմ, կամ ժամանակակից հայերենով պիտի ասեմ, ասել է սիկտիր եղեք, և ճիշտ է արել, և ճիշտ է արել։ Այս խայտառակության մասին ևս դաշնակ մաշնակները, որոնք այսպես դիրքավորվել են որպես ազգայնական ուժ, ևս լռություն տվեցին։ Առավոտից երեկո խոսում էին 300,000 ադրբեջանցիների մասին։ Չէր կարող այսպիսի բան լինել 18 թվականին 880,000, 26 թվականին 730,000, այսպիսի բան տեղի չի կարող ունենալ, որ կեղծում եք ինչ-որ բաներ, այնպես կեղծեք, որ գոնե մի քիչ խելքին մոտ լինի, այնպես նկարեք, որ գոնե մի քիչ խելքին մոտ լինի։ Ես ասել եմ և ասում եմ, եթե ազնիվ արդար ընտրություններ լիներ, այս ուժերից ամենաշատ ձայները կհավաքեր էլի Նիկոլ Փաշինյանը, առանց կեղծելու, բայց ինքը երբեք չէր տանի ավել 700,000 ձայն ինքը չէր տանի, 600,000 ձայն ինքը ևս չէր տանի, 500,000 ձայն ինքը ևս չէր տանի, բացառված է հարգելի բարեկամներ, բացառված է։ Ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ ընտրական մեխանիզմով իշխանություն փոխել, բայց Հայաստանի Հանրապետությունում ռեժիմ փոխվելու է, ես մի գրամ անգամ չեմ կասկածում։ Հարցը ընդամենը ժամանակին է վերաբերվում եւ այն մարդիկ, ովքեր այս հանցագործությունները իրականացրել են, պիտի կանգնեն դատարանի առաջ, պիտի կանգնեն դատաստանի առաջ։ Ամեն անգամ, երբ ինչ-որ ավիակատաստրոֆա է տեղի ունենում, առաջին պահանջը, առաջին բանը, որ անում են, սև արխերն են բացում։ Պարոն Սամվել Կարապետյան, դու հիմա բան ես, այսպես կոչված ընդդիմադիր, պոտենցիալ ամենամեծ ֆրակցիայի, ես վստահ եմ, որ դուք վերցնելու եք մանդատները։
վստահ եմ ուղղակի ձեր հիմա ողջ գործունեության նպատակն է որ ստեղծեք լեգիտիմ պատճառ մանդատները վերցնելու համար եւ դուք դա կստեղծեք դուք Սերժիկի հետ այդ ամենը կստեղծեք դա ձեզ համար տեխնիկական հարց է Եվ ամեն անգամ, երբ տեղի է ունենում այդ նման կատաստրոֆաներ, սև արկղերն են բացում, դուք պահանջում եք սև արկղերը բացելը։ Բա որ սև արկղերը բացեցին, պատկերացնում եք ինչեր եք լսելու Սերժի մասին։ Սերժը թույլ կտա, որպեսզի դուք սև արկղերը բացելու, դուք չեք կարող բացել, բայց դուք կարող եք պահանջ ներկայացնել, որպեսզի սև արկղերը բացեն։ Եվ ամեն անգամ, երբ որ սև արկղերը բացելու վերաբերյալ հայտարարություն եմ անում, դուրս է գալիս ինչ-որ մի ոչնչություն եւ ասում է հիմա դրա ժամանակը չէ։ Ես պիտի ասեմ, որ այսպիսի ոչնչություններ միշտ են եղել։ Ես մի անգամ Ազատության հրապարակում կարդացի Ռուբեն Սևակի նամակ ուսանողին, մի հատված նամակ ուսանողինից մի հատված եւ ուզում եմ եւս մեկ անգամ կարդամ այս նամակը ուսանողին ինքը գրել է Ադանայի ջարդերից հետո 9 թվականին Լոզանից Աստված այս շերը ստեղծեց անարգվելու համար, հայերը ջարդվելու, Թուրքիո մեջ ռեժիմ պիտի փոխվի հայերու ջարդ, Սուլտանը պիտի գահակալե հայերու ջարդ, Շարիաթ պիտի հաստատվի հայերու ջարդ, բայց այս բոլորը այնքան տարօրինակ չէ մեզի համար, որքան այն հուսահատեցուցիչ խելոքությունը, որով հայերը ողջունեն այս ջարդերը, երբ այս ժողովուրդը պիտի սորվի մարդկորեն կատղիլ, ու իրավ, մարդկորեն կատղիլ, այս տարրական առաքինությունը կթվի իսպար հեռացած ըլլալ հայուն սրտեն, ու այս ոչ միայն աստվածավախ եկեղեցականության, խնկամոլ ռամկության, տգետ արեստավորության մեջ, այլ նույնիսկ ու մանավանդ մեր մտավորականության մեջ, առեք մամուլը, հավատացեք, որ այս վերջին ամիսներու ընթացքին եվրոպական մամուլը շատ ավելի մոտեն շոշափեց հայուն վերքը, քան պոլսահայ մամուլը։ Բոլոր երկրներու քաղաքական թերթերը միաձայն գտնվեցան կոտորածներու թիվին վրա, որ 30,000 կանցնի, միայն Սիուն գետը 3,000 հայ դիակներ թափեց միջերկրական ծով։ Կտեղեկագրեն ֆրանսիական մարտանավերուն սպաները, եվրոպացի վկաները ամենաահարկու իրողություններ կպատմեն այդ օրին։ Սարսափահար, քարացած պոլսոհայ թերթերում կսպասենք, ավելի ընդարձակ տեղեկություններու համար կամ գոնե հուշկու բողոքիմը ընթերցումով ամոքվելու համար, թերթերը կուգան հավիտենական ոսկեզոծ ունայնությունը, որ կհատկանշե պոլսահայ մտավորականությունը։ Մեր թերթերը դեռ կշարունակեն իրենց անդամալույց կյանքը, նույնիսկ հանդեսներ կարդացինք, ուր Կիլիկիո ջարդերեն անմիջապես առաջ Սիրային հայրատ ոտանավորներ կանգնասկային, նշանացի պատմություններ եւ դեռ ինչեր։ Մինչդեռ հայ ընդհանուր մամուլը սուքին սևով պետք է պատվեր կամ արյունի կարմիրովը պորտկալ եւ կամ եթե չէր կրնար ամեն բան ասել լռեր։ Այս լռությունը հարգելի բարեկամներ, այս լռությունը ես լռության օրվա կապակցությամբ էլ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում լռություն է եւ լռության օրվա մեջ հայտարարել են լռություն։ Հայաստանի Հանրապետությունում խոսք հիմնականում չկա։ Լռություն է, որը երբեմն ընդհատվում է ցավի պորտկումներով, ցավից ճիչերով եւ երբեմն ինչ-որ արդարության վերաբերյալ խոսքերով։ Անցել է 100 տարի, հարգելի բարեկամներ, այն ունայնությունը, որը ներկայացնում էր Ռուբեն Սևակը պոլսահայ թերթերում, այդ ունայնությունը, այդ դատարկությունը տիրում է նաև հիմա հայկական մամուլում։ Եվ վերջում ամենասարսափելի հանցագործություններից մեկը, որ տեղի է ունեցել, որի մասին էլի նախընտրական կամպանիայում ոչ մի Տաշիր Սամվել, ոչ մի Դաշնակ, ոչ մի Ծառուկյան Գագիկ
ծպտուն չհանեց։ Երևանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը, ում ճակատին գրված է Փսորյաս 15,000։ Բանակում չծառայած, պավեստկաներ է բաժանել տալիս եւ մարդկանց ուղարկում է պավեստկա վերցնողներից որոշներին ուղարկել է տալիս Սև լճի հատվածներ փաստացի ուղիղ ադրբեջանական գերություն։ Եթե այսպիսի հանցագործություն իրականացնող իշխանությանը, հարգելի բարեկամներ, ձայն է տալիս նույնիսկ 100,000 մարդ, այսինքն 100,000 մարդ գնում է ինքնական ձայն է տալիս այս իշխանությանը։ Ուրեմն, հարգելի բարեկամներ, ուրեմն այս ազգը պետություն ունենալու ոչ իրավունք պիտի ունենա եւ ոչ էլ շանս պիտի ունենա։ Ոչ իրավունք եւ ոչ էլ շանս։ Ու եթե սրա ֆոնին, այս ամենի ֆոնին, ինչ որ վիժվածք դուրս է գալիս եւ առավոտից երեկո մարդկանց վախեցնելով խոսում է Սաֆարովների մասին, 300,000 ադրբեջանցիների մասին, բայց չի խոսում հայի կողմից իրականացվող այս այլանդակության մասին, ինքը սովորական ուբլյուդկ է, հասկանում եք, հարգելի բարեկամներ, սովորական ուբլյուդկ։ Դուք բոլորդ պատասխան եք տալու, բոլորդ։ Ես մի գրամ, ես չգիտեմ, ես այդ օրը կտեսնեմ, չեմ տեսնի։ Բայց դուք անպայման պատասխան եք տալու եւ իմ ամեն խոսքը, որ ես ասում եմ, այդ օրը ինչ որ մի ժամանակով առաջ է բերում։ Ինչ որ մի փոքրիկ թեկուզ ժամանակով մոտեցնում է բոլորիդ։ Ես ձեր տիրոջ մերը